Փարք Նժդեհին մի երկու պատմական զուգահեռ տանենք այսօրվա հետ եւ խոսքիս վերջում կասեմ ում եւ ինչ նկատի ունեմ։ Ուզում եմ այս բանի խոսել 10-րդ դարում մեր Աշոտ Երկաթ արքայից, ով ստանձնեց հայոց գահը, կարելի ասել կործանված գահը, որովհետև Սմբատ առաջինը իր հայրը խաբեությամբ գերեվարվել էր թշնամու կողմից եւ սպանվել։ Հայաստանում տիրում էր քաոս, իշխաններն ամեն մեկը փորձում էր առանձին ինչ-որ մի բան անել, բանակը ցրված էր եւ այդ ծանր պայմաններում Աշոտ Երկաթը, այսինքն Աշոտ II-ը ստանձնեց հայոց գահը եւ ինքը տքնաջան աշխատանք տարավ, որպեսզի կարողանար հավաքել նորից պետությունը իրար գլուխ, պարակտիչ իշխաններ կլինեին կամ այդ ժամանակ Աղվանի եւ Վրաց երկրները նույնպես մեր տիրապետության տակ էին, բոլորին նորից հավաքեց, միավորեց եւ նորից ինքը դարձավ շահնշահ, ինչպես արաբներն էին կարգել իրեն, այսինքն արքայից արքա, եւ դա ինքը արեց մի արդյունքում, մի կարևոր սկզբունքով 15 տարի ձյութամբից չիջավ։ Մարդը այդպես էլ կարելի ասել չվայելեց արքայի այդ փառոք, առոք կյանքը, ձյութամբից չիջավ, անգամ ժառանգ չկարողացավ հետ գցել։ Եվ ինքը երիտասարդ տարիքում դեռ 50-ը չոլորած մահացավ։ Այսինքն այն ինչի համար, որ ինքը չարչարվեց, իր անընդհատ արշավանքներով Հայաստանի տարբեր իշխանություններ, իշխանական տներ, Վրաստան, Աղվանք, բոլոր ըմբոստներին կարողացավ, որին համոզելով, որին պարտադրելով եւ ընդհանրապես իր թիկնազորով, փոքրաթիվ եւ իր բոլոր ճակատամարտերում ինքը միշտ թվականակով զիջել է թշնամուն, բայց նա արեց մի բան։ Նա ոչ թե անում էր, որ ինքը վայելի, շատ լավ հասկանում էր, որ կա արժանապատվության խնդիր։ Ինքը այդպես էլ իր ստեղծած պետությունը, գերհզոր պետությունը չվայելեց։ Ինքը մահացավ եւ իրենից հետո իր եղբայր Աբասը գահ բարձրացավ, որը նույնպես արժանի թագավոր էր, բայց Աշոտ Երկաթի 15 տարվա այդ ձյութամբից չիջնելը դրանից հետո 100 տարվա կարելի ասել անխափան թագավորության շարունակություն ապահովեց։ Եվ Աբասը իր որդիները, իր թոռները կարողացան 100 տարի ունենալ նորմալ իշխանություն։ Եվ դրանից հետո գիտենք արդեն թոռներ, ծոռները ինչ արեցին, ինչպես իրար հետ մեր երկիրը կիսեցին, բայց Աշոտ Երկաթի այդ երկատեկամքը մարդը 15 տարի ձյութամբից չիջավ, ժառանգ չթողեց, որ գոնե իր ժառանգությունը ժառանգեր իր զավակին, բայց նա արեց։ Եվ դառնամ Նժդեհին, ով նորից երկու ընտանիք ունեցավ, բայց նա նորից ծառայեց հայրենիքին, հոգով, մտքով եւ ֆիզիկապես։ Եվ նա էլ չկարողացավ վայելել իր հայրենիքը, որովհետեւ ինքը կյանքի վերջին տարիները անցկացրեց բանտախցում։ Բայց ինքը մի շատ լավ բան արեց հայ ազգի համար, թողեց ծրագիր ապրելու, գոյատևելու, կարգ ու կանոն։ Եվ ես ուզում եմ մեկը մեջ բերել, երբ որ Լեռնա Հայաստանը ինքը ստեղծել էր, թրքաբոլշևիկը եւ մուսաֆաթական Ադրբեջանը Հայաստանի առաջին հանրապետությունը 18-ից 20 թվականների ձևավորված ընդդում էին, պարտադրում են, որ Սյունիքը հանձնեն Ադրբեջանին եւ մնացած Հայաստանին ձեռք չենք տա։ Դուք կաբրեք անկախ, ազատ, չենք խանգարի ձեզ։ Խոստովանում էին բոլշևիկ ռուսները եւ թաթարները, ժամանակ ադրբեջանցի չէին, Կովկասի թաթարները, այսօրվա ազերիները։ Եվ այդ օրվա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը նամակ է հղում Նժդեհին, ասում է, որ Լեգրանի հետ պայմանավորվել ենք, Սյունիքը տուր թուրքերին, մենք այս մասը, որ երաշխավորում են, խոստանում են, չխանգարել, չվնասել, թողնել անկախ։ Բնականաբար Նժդեհը դպրոցական չէր եւ շատ լավ գիտեր, թե թուրքն ով է։
շատ լավ գիտեր, թե թուրքն ով է, այսօր էլ այդ նույն թուրքն է։ Եվ նա այսպես պատասխանեց, ասեց, երբ որ ես զենքի կարիք ունեի, ձեզ դիմեցի, դուք ինձ չօգնեցիք զենքով։ Ես ստիպված թշնամուց էի այն կորզում։ Երբ որ ես պարենի կարիք ունեի, իմ զորքը սննդամթերքի կարիք ուներ, ես ձեզ դիմեցի, դուք մերժեցիք։ Եվ ես ստիպված էի իմ մնացորդ սնունդը կիսել թաթարի հետ, գերեվարված, իր կողմից գերեվարված բոլշևիկի ու թաթարի, թուրք թաթարի հետ կիսել, թրքաբոլշևիկի հետ կիսել։ Սա իմիջայլոց ասեմ, ՀՀ անբարու կառավարությանը, մասնավորապես իր կրթության նախարարին, ովքեր Նժդեհին ֆաշիստ են անվանում։ Նժդեհը իր զորախմբի տասնապատիկի չափ գերիներ է պահել եւ նրանց կերակրել է, ոչ թե Ալիևի պես ստորացրել, գլխատել, սպանել, դատել։ Թող սա դաս լինի ձեզ, որ հասկանաք, թե Նժդեհն ով է։ Եվ ինքը պատասխանում է այսպես, որ դուք ինձ ոչ մի բանով չեք ընդառաջել եւ այսօր ասում եք, թե Լեռնահայաստանը զիջի թուրքերին։ Եվ նա չզիջեց։ Եվ նա կռվեց, եւ արդյունքում մենք ունեցանք պետություն։ Եթե ինքը Լեռնահայաստանը թողեր ադրբեջանցուն, հավատացեք, մեկ ամիս հետո Հայաստան չէր լինելու։ Այսինքն այսօր էլ Հայաստան չէր լինելու, հաստատ չէր լինելու։ Եվ ինքը հետագայում իր հուշերում պիտի գրեր. ես չենթարկվեցի եւ հաղթեցի։ Այսինքն չենթարկվեց պաշտպանության նախարարի հրամանին, հրահանգին, խնդրանքին, պարտադրանքին, չգիտեմ ոնց ուզում եք պատկերացրեք, ասում է ես չենթարկվեցի եւ հաղթեցի։ Հիմա դառնամ 44-օրյա պատերազմի մասնակից մեր սպաներին։ Եթե դուք էլ չենթարկվեիք եւ պատերազմի ելքը այլ գնար, արդյոք Ռուսաստանը կարողանար այս խաղը խաղալ մեր գլխին։ Կարող էր Թուրքիա հետ արկու վաճառք իրականացնել։ Իհարկե չէր կարողանա։ Հայ սպա, դու հասկանում ես, որ խնդիրը մենակ Նիկոլի մեջ չէ, դավաճան, ստրկամիտ, թրքաբարու Նիկոլի մեջ չէ, խնդիրը նաեւ Նիկոլի հանձնարարություն կատարելու մեջ է։ Հասկանում եք։ Եվ այսօր Ադրբեջան, այսինքն Ալիևը այնքան է կարողացել մտնել մեր ներքին կյանք Նիկոլի միջոցով, որ մեր թշնամու հետ մենք մեր պայքարը տանում ենք մեր թշնամու խաղի կանոններով։ Այսինքն եթե մենք պետք է Ալիևի հետ պատերազմենք, Ալիևն է մեզ թելադրում Նիկոլի միջոցով, թե մենք իր հետ ոնց ենք պայքարելու կամ կռվելու։ Ավելի շուտ կռիվ չկա։ Ալիևն առաջարկում է հանձնվել։ Նիկոլի միջոցով մեզ առաջարկում է հանձնվել։ Բայց եթե մենք հանգարց դիմադրենք, Ալիևի բոլոր ծրագրերը ձախողվում է։ Եվ որ ինքը կարողանում է Նիկոլի միջոցով մեզ համոզել հանձնվել, մենք մեզ թույլ ենք զգում։ Բայց հենց որ դիմադրում ենք, մենք ցույց ենք տալի մեր ուժը, մենք էլ ենք տեսնում, թե մենք որքան զորեղ ու ուժեղ ենք։ Հիմա ես ինչու այսքանը պատմեցի, հայ սպա, որովհետև քեզանից շատ բան է կախված։ Ես էլ եմ ասում, կատարել Նիկոլի հրամանը նշանակում է ծառայել Ալիևին։ Մնացած ձեր խեղճի խնդիրն է։ Լավ իմացեք, մենք հիմա Ալիևի հետ պայքարում ենք, պատկերացրեք, ըմբշամարտիկը ավելի լավ կհասկանա։ Պատկերացրեք դուրս եք եկել մրցակցորդ եւ ձեր թևը այսպես երկար հանգիստ տալիս եք ձեր մրցակցին, որ ինքը բռնի գրգի, ուսով մտնի ձեր ուսի տակ եւ ձեզ գետնով տապալի։ Ու դու չդիմադրես։ Մենք այսօր այդ վիճակում ենք։ Մենք Ալիևին ասում ենք խնդրեմ, ձերքիցս քաշի գցի, ոտքիցս քաշի գցի, ոնց ուզում ես վարվի ինձ հետ։ Որովհետև Նիկոլին ինքը նման հանձնարարություն է տվել, իսկ Նիկոլը մեր ուղեղը մտցրել է, որ մենք թույլ ենք, մենք պետք է հանձնվենք։ Այսպես չի կարելի պատերազմել։ Ցույց տուր քո ուժը։ Իսկապես Աշոտ Երկաթի պես, Նժդեհի պես, Մոնթեի պես ցույց տուր եւ կտեսնես, որ թշնամին իսկապես խոճապի է մատնվում։ Փառք Նժդեհին։ Մնաք խաղաղությամբ։